կար մեկը առհասարակ տենց Ամերիկայում նստած քֆուրներ էր տալիս բոլորին համայն ժողովրդին ու փող էր հավաքում։ Ուրեմն այս ձայնայինը ոչ ամիս ունի, ոչ ամսաթիվ ժողովուրդ ջան, չնայած այսօր մայիսի 19-ն է, հասցեագրված է կոնկրետ Սիսի Բոզիս տղուն։ Ուրեմն լսի պորնիկի վաստակ, այդ որ ինտերվյու է ստալն, լրագողս կի իմ մասին քեզ հարց չի տալն, դու ասում ես մեկն էլ Ամերիկայում կարճ շորթը մեջ քֆուրով, քանի հատ էլ շորթման դեպքի դես քֆուրով, որ իմ ձեռը բռնել ես, տունը ծծացնեմ, օրինակ, քանի հատ, այդ որ դրել եք լեգենդներ եք հոյն է, այդ ջերմուկի են Արսենյան Բոզիս տղեն, որ գնաց է հաղորդմա տալեմ, անհայտ անձը, անհայտ հեռախոսը համարից, զանգ է $300,000 փողեր ուզում, մա բերեք այդ $300,000 տայք, համատեղ ստերի, ամերիկյան իրավապաշտպանների հետ միասին Վարդան Ղուկասյանին փաստով բռնեիք, ասեք խնդրեմ ժողովուրդ ջան, $300,000 Վարդան Ղուկասյանին կաշառք տալուց բռնենք, տեսեք, այսինքն շորթը մեր Վարդան Ղուկասյանը, կամ են Քավառաբոզի տղեն, որ հելել ասում է, «Էտո մկո վիդեոն խերոսվելու խմո ինձանից փող ուզերա Ամերիկայք», այդ դրան էլ տայք, արա ջան, շորթումը փաստով են բռնում, տուպոյ լավդ քունեմ, Բոզի տղա, կամ որ Վարդան Ղուկասյանը ով էր, այդ Երևանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ, ով ձեր հավաքեց, ընդամենը ծախսելով $14,000, թե քեզ թվում այդ Բոզի տղեկը, որոնց որ դու կաշառիկ եկան մտան մորը տնոյի մեջ, այդ բամբաներկը ծրող մեջ երևանցիների ձայնը հավաք է, թե են տաքսիստ Բոզի տղեներ երևանցիների ձայնը հավաք է, թե Արտակ Գալստյաններ երևանցիների ձայնը հավաք է, որ հավաքել են, հիմա ուր են, հիմա քիչեն են մտել ընտրությունների մեջ, դե թող գնային մի հատ կուսակցություն, դրանց հետ դաշինք կազմեջ, գոնե, Դոդի Գագոյը ասում է, մենք սատարում ենք Դոդի Գագոյին, Դոդի Գագոյի թող գնար դաշինք կազմեր, այդ այսպես կոչված կուսակցությունը, որի որ այս հեղինակը ես եկա, որ Վարդան Ղուկասյանը շորթը մա, բայց նույն ամերիկացի թող շորթը բռնեին, ինչի եք մի դափոն 17 հատ քրական գործ թղթի վրա գրեխարկե, որ սկի դատավորն ու դատախազն են խույր վրասում էին պաշտ չի, որ Վարդան Ղուկասյանի յանից բան չներկայացներ, Ամերիկայի նման գերտերությունը, Վարդան Ղուկասյանի 15 ամիս բանտում պահմավորի չէ, հերեք ասի, հելի գնա, ուզում ես գնա, ինչի են մապահե, ինչի եմ ես դատի տալի Ամերիկայի այդպես ասած կառավարությանը, որ իրականացնեք դատարանի վճիռը, որ հլեմ ես եկրից այդ համ դատարանացել է հելի գնա, ես ուզում եմ այդ համակվել, դատ եմ տվել, որ թողեք ետ եմ, ինչ են ասում ոչ, դուք վեկտոր կփոխեք տարածաշրջանում, այ Բոզի տղա, նախկինում դու կոֆեի փող չունեիր, տունը ծծծնեմ, այսօր արևային էլեկտրոէներգիա ջերմոցներ, մերմոցներ, վիլաներ, մեռանք ցույց տալով, այդ կոռուպցիա որտեղ է տեսել Վարդան Ղուկասյանի կոռուպցիան որտեղ է տեսել, ներողություն, շորթումները, աչքովունքով քֆուր տալու համար, եթե աչքովունքում ամենը մեծ փողը դուզի պիտի տաղես, հեն ասում եմ, տունը ծծծնեմ, կնգած ծծծնեմ, դու փող ես տվել ինձ, որ ես չես ծծծնեմ, օքեյ, թող տենց ընտրողն իմանա, որ դու սադոմազո Բոզի տղա ես, քո դուրը գալը մա, որ քեզի խրլեշով պակծում են, Սիսի տունդ քունեմ, դենա քեզ լավս կա, նարկաման Բոզի տղա, օքեյ, իսկի Էդի հիմա որ դուք ելենք արդեն դոգի հետ կապված յարեք տալեմ, գիտեք, որ միակ անձը, որ ձեր մաման ծծծնելու է իշխանությունը վերցնելու դեպքում, էդի դոգն է, ոչ տաշիրը, ոչ քոչոն, ոչ չգիտեմ դոդը, ոչ մյուսը ձեր մաման չեն ծծծնելու, եթե ես իշխանություն վեկալա ու ձեր մաման չծծծնի, ալամը իմ տուր ու տեղը ծծծնի, լսը մեզ Բոզի տղա, այդ այնակությունը կպայես, ես քեզ խոսք եմ տալի, խերս կողելու եմ բենիտ մեջ, հրապարակի ժամացույցի տակ, ուղիղ ժամը 12-ի, որնի կինգ, տոգ, այդ դին դոգի տակ, ես քեզ ծծծնելու եմ այդ ժամացույցի տեմպի տակ, մամատ թունեմ ես, այդ լրագողն էլ վրադիր մտնի, էլի մամատ թունի, լսա Սիսի Բոզի տղա, պորնիկի սնունդ կոֆեի փող չունեիր, Վարդան Ղուկասյանը ասում է շորթում արե, դու Վարդան Ղուկասյանի պես շորթումալողի տունը քունեմ ես, թե չէ մոտի տանողի տունը քունեմ ես, բա որ շորթում արածելնեի, այդ արանքը պիտի մեկը ըլի, որ ընձի փողը վեկալ է փոխանցելա, այդքան բռնիկ անմեղ մարդկանց, բռնիկ թողիկ բռնիկ, բախի մեկի վրա չկարացակ բան հաստատեիք, հա, տունը ծծծնեմ ես, Բոզի սաղա մարալիք,
Իսկ ինչ վերաբերում է ընկեր Նիկոլին, Գանդոնի բալա։ Մարդիկ մոտենում են քեզ, այդ նույն վառվածների ծնողները հարազատներով ասում են, իմ երեխան մեկը մոտենում ասում է վառվել է, մեկը մոտենում ասում է տարև կորցրել ես, մեկը մոտենում ասում է քո պատճառով սպանել, ասում է տրենդ է դարել, տրենդը որն է այդ տունը ծածացնեն, քանի մարդու գլուխ կերար դու, հազարներով, անմեղ երեխեքի գլուխ ես կերել, այսօր ասում ես տրենդ է դարել, այդ տրենդ կդառնա հունիսի 7-ին, այդ բոլոր զոհվածների ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, եթե ու նրանց մեջ ահագին մարդիկ ինքնասիրություն, թասիվ արժանապատվություն հետ ունեն, ճիշտ կողմնորոշվեն, իրանց ձայնը տան ինձ, այն ժամանակ կտենաս տրենդը որն է։ Ես ասել եմ, այդ 15 վառվածներով անձամբ ես եմ հարցաքննելու, ես, ոչ գլխավոր դատախազ, ոչ քննիչ, ոչ չգիտեմ ինչ, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ Վարդան Ղուկասյանը, ես եմ այդ գործով անցնող բոլորներին հատած հարցաքննելու եւ հրապարականորեն հայտարարել եմ, ով այդ երեխեքի գլուխը կերավ, խի կերավ, ինչի համար գործ եղած հասկադմպոց։ Այն վաղ դու կդառնաս տրենդ քո նավարի հետ միասին։ Սերի ժողովուրդ, սրանք գիտակցում են, սրանք շատ լավ հասկանում են, որտեղից է փչում իրական վտանգը, ոչ տաշիրը, ոչ ռոբիկը, ոչ դոցիկը, իրենց համար վտանգ չեն, դրանք օլիգարխիկ քրեական էլեմենտներ են, մարդիկ, որոնց որ ռտագլիկը թակ կա, քաղաքական սպանություն կա, ապուրինի միլիարդներ կա, ոչ մեկ չի կարող հալի սրանց դեմ խոսա, հենց հենա խոսան, փաստերը կհանեն կդնեն, դեմները կասեն խտրեմ, Ռոբերտ Քոչարյան, 39 քաղաքական սպանություն, օկտեմբերի 27, մարտի 1, չգիտեմ ընդեղ, այդտեղ այդ ոնց հարստացել եւ այլ, տաշից, սպանություններ, ապօրինի հարստացումներ, միլիոնավոր դոլարներ պետությունից ստացած փոխհատուցումներ, չարացի դիմաց եւ այլ, նույնը գագոն, տղետ մարդասպան, ելմի տղետ առևանգող, դու մարդասպան, դու բռնա, ու ասենց հերթով սաղինը կանենը կճպսեն, որևիցե մտքով չասի, կամ են Արման Բաբաջանյան բոզից տղեն, կամ են Թաթոյան քույրիկը, որևիցե մեկն ու մեկը սրանց դեմը պիտի առնի, ձեզ թվը բացարձակապես, միակ ուժը Վարդան Ղուկասյանն է, այն էլ փետրվարի 20-ից առևանգին բերին կողին ծակը, որ կանան Վարդան Ղուկասյանով լեննական անցկացնեն, Վարդանիկ Ղուկասյանին թվարորա ինքնիշխանություն սարթեց պիտի վայելի։ Վայելի ես մի հատ էլ կսերորա բարձյալը պատժեց դոչ, մտում ընձի, խտրեմ, պատժեց բարձյալը, հիմա ես ընտրությունների դեմ եմ։ Սայլսենս, իսկ ինչ վերաբերում այդպես ամբաղ-զամբաղ, որ հլնամ հաչում են որների ծակը, էդի ովա որ ես քո լավը քունողն եմ, սիսի, իմացի էդի, մհերի տղեն ինչքան քեզ ծծծրել է, քիչ է ծծծրել, խերի համը բերանը տես հասկնում եմ, են թող մախի մհերի, բոյֆրենդը, բայց ես քո բոյֆրենդը չեմ, ես քեզ ուրիշ ձև եմ ծծծնելու, սիմվոլիկ, ժամացույցի տակ էդիկ պիտի եղնի, 12 զանգի ողար, այն Զոլուշկա մուլտիկը տեսել ես, ոնց հավեմ են գեղեցկուհուց դառնում խերի գլուխ, ասում է կրասավիցը դոմ վնաչի ուրոտ, այդ վնաչի ուրոտ դառնալու ես դու գիշերվա 12-ին, որ ժողովուրդը չվախենա քո բոմժ տեսքից, բոզի տղա, գրպելով, չրպելով, at գրյազիվ կնյազի, եկար դարած մի հատ խերրիս կլող, պորրիկի ծնունդների այդ աջակցությամբ իմանացում եք սերջին են սա։ Ընկեր Քոչարյանականները, ընկեր են մյուսները, դղրիկ են դիմադիրներ կան, թող ես հանեին բկցեին դու, զրասում են, թե Վարդան Ղուկասյանը սիսի բերեց, Վարդան Ղուկասյանը սիսի չբերեց, ընկեր կլոմ բոզի տղեն խաղեր տվեց, որ սիսին եկավ։ Եթե ասվեր ես պիտի դառնամ քաղաքապետ, դուք մոտ ընդդիմություն։ Հիմա նույնց էլ ընկերա բան մեյդան ղախ պիտաղեն, այդ որյան նայում ես կրուգոմ բեկում, այն որ ասում է, ադնի պիտարաստի, մարալնի է։ Իսկ ընկեր Նիկոլ դու բոլոր զոհվածների համար պատասխան ես տալու ու այդ պատասխանը ես եմ քեզանից պահանջելու ոչ դոդը, ոչ ռոբիկը, ոչ տաշիրը, ոչ գիտեմ այնտեղ էլ ինչ կա լիք են թափթափուկները, ոչ մեկ քեզանից պատասխան չեն պահանջելու։ Սիրելի ժողովուրդ, հիշեք սա մեկը միշտ։ Դրա համար մի մարդու նման հունիսի 7-ին գնում եք ընտրատեղամաս ու դրանից հետո տենում եք թե Զոլուշկա մուլտիկը իրականում ոնց է նկարահանվել եւ ոնց է եղել գրված իրական հեքիաթը։ Ես ոնց եմ սրանց ծծծնում ժամացույցի սրակի տակ ուղիղ 12-ին։ Այսքանը ամենայն հարգանքով Վարդան Ղուկասյան, ծանոթ եք։